Այսօր չլսեցի ինչ տիկին էր խոսում, արդեն այնքան են լկտիացել, որ գիտես ինչ ասեցին, որ ժամանակին Վազգեն առաջինի մասին էլ վատ բաներ էին ասում, տենց բան չի եղել, ես ինքս այդ ժամանակվա ապրող մարդ եմ եղել, Սոյտակ Էմիության, իրան շատ բոլորը հարգում էին, անգամ անգլերեն, տարբեր գիտություններ ոչ բոլորը գիտեն, ինքը այդ ամենը գիտեր, բոլորս գիտենք, շատ զարգացած մարդ է, ու անգամ հիմա որ ասում են մտնում ես ճեմարան էջ միածնի սաղ այդտեղի սաները իրար հայհոյում են, եկեղեցականներ են գալիս, այդ երեխքին հայհոյում գնում, տենց բան այն ժամանակ չկար, այդ սիմինարիան ավարտած երեխեքը շատ խելացի երեխեք էին, ահավոր խելացի երեխեք էին, հիմակվա նման չի, որ բանակից փախնելու համար գնում են սիմինարիա ու նույն փողոցային ամեն ինչը պահում են, ես գիտեմ, անգամ դրա համար փակված է եղել սիմինարիան էջ միացնի մի քանի տարի, ասում են Սևանինը ավելի լավն է Վազգեն առաջինի, Վազգեն առաջինին ոչ մի անգամ վատ բան չի ասել, անգամ երբ Գորբաչովը Սերգեյ Համբարձումյանի վրա, Վիկտոր Համբարձումյանի վրա, այդ Վազգեն առաջինի վրա իրանց ուղարկել էինք նիստի Արցախի հարցով Մոսկվա ենք ուղարկել, որ Գորբաչովը մատեր թափ տվել, սաղս ազդվել էինք, անգամ լացում էինք, ոչ մի անգամ այդ մարդու մասին վատ բան չենք ասել, ասենք հա, կարամ ասեմ, Վազգեն Սարգսյանի մասին վատը խոսում էին մարդիկ, որ իրանից պրծնել չկա, բան, հայհոյումա, չգիտեմ ինչ, խփումա, ծեծումա, շատ վատ բաներ, վատը ասում էինք, հիմա ասենք բարձացրել ենք, ու Նարի Հումնանյանը հենց նես չէր ասում, իրանից էիք վախում, ինքն է ձեզ խանգարում, չկա էսա, չկա, նենց չի ասում, որտեվ մթնոլորտը տենց էր, իրան թվում է, թե սա իրան հերոսացնելու ենք, հիմա ենք հերոսացնում, այն ժամանակ չենք հերոսացնում, հեչ, անգամ ասում են կոպիտ մարդ է, ասում են, որ ինքը աղջիկերք է բռնաբարել, և այլն, էլ չեմ ասում, որ շատ բան կարամ ասեմ, իրա գաղտնիքներից չեմ ասի, հարգելով իրա անցած ճանապարհը, բայց Վազգեն առաջինի, դուք այս կատաղիկոսին սարքել եք, արդեն տրյապ կա, ես չեմ հասկանում, այդ որ բնագավառում են մարդիկ տենց մաքուր, որ այդ մարդուն բան եք ուզում գտնեք, այդ որ բնագավառում, ես էլի եմ կրկնում, սահմանության վրա և Աստվածաշնչի վրա ձեռքը դրել է Նիկոլը երդվել է, սահմանություն է պահպանել, թե բանը, Աստվածաշունչը, որ կպել է նրան, որ մի բնագավառում է, ուսուցիչներին խոսացնում ես, ասում է ծնողները չեն հետաքրքրվում երեխու գիտելիքներով, ինձ էլ պետք չի, իրանց պետք չի, ինձ էլ պետք չի, մոլ ուշադրություն չեն դարձնում, պարապել մոտս չեն տալի, փողջ չեն տալի, ես գիտելիք չեմ տալի, բժիշկները նույն բանը խոսացնում ես, ասում են կլյատվա Հիպոկրատա են տվել, գիտեք այդ ինչ կլյատվա Հիպոկրատա, բայց կարդացեք, հալի անեց կա, որ ես ինչ-որ մեկին չբուժեմ, որ ես չանեմ, թող ինձ հետ սենց լինի, անեց կա Հիպոկրատի երդումը, մի հատ խոսացու բժիշկներին խոսացնում եմ, բոլորը ասում են, ես իմ ինչքան գումար եմ, տարեկան 2000 տվել եմ, $2000 տվել եմ, սովորել եմ, հիմա բանը, ինչու պետք է փող չհանեմ, թող հիվանդները, ձեկները գրպանները տանեն, ես իրանց համբալը չեմ, հա, մի բժիշկ չի տենց կիսվեր, երկու բժիշկ չի տենց կիսվեր, ուսուցիչներն նույն ձև, ծնողներին պետք չի, իրանց երեխեքը որ իմանան, ինձ լավ ինչ չեն նայում, ես էլ գիտելիք չեմ տալի, որ բնակ բանկերում են մաքուր, կառավարությունում են մաքուր, որտեղ են մաքուր, որ կպել եք այդ մարդուն, կամ Վատիկանի պապն է մաքուր, Ռիմսկի պապը, այդ որ մեկն է, Կիրիլն է Ռուսաստանի եսի միշ մաքուր, հերիք է էլի, չեք հասկանում, Հայաստանն են կորցնում, հայի դեմքն են կորցնում ենք դրանով, բոլորներ մարդիկ են եկնի երեսին և ունեն իրանց մեղքերը, ամեն մեկը իրա ձևով, անգամ ասում են կա պրոֆեսիոնալնի բոլեզնի,
Ուսուցիչները լաչարնման գորգռում են, բժիշկները քիթները տնգած իրանք են ու կան, իրավաբանները քմծիծաղով մոլ, ես օրենքները գիտեմ, ինչ ոնց կարամ անեմ։ Ինչ եք ուզում, ամեն մեկը իրա ձևի, ամեն պրոֆեսիան իրա ձևի։ Ձեզ ասել էին վեհափարը անգել է իջացներ քեվ, թե Քրիստոսն է։ Վերջացրեք էլի։ Հիմա այս մարդուց պրծան հիմա կապել են Վազգենին։ Ոչ, մենք տենց է վեհափար չունեցանք։ Այդ մարդը իսկականից վեհափար է, կաթողիկոս ունեցանք, վեհափար չունեցանք։ Ինչ ան, Վազգենի մոտ էլ եք ինչ-որ քթել բիզնեսներ, հա, կարող է։ Սովետական ժամանակ ինքը մասնավոր բիզնես ուներ։ Էդ էլ կասեք։ Հերիքա, բոլա։ Այս չեք հասկանում, որ եկեղեցու հարցն է, այդ հայկական ինչ կա, կդիմանա, չի դիմանա, առաջինը Փաշինյանը ինչ ասել է հայրին կանի, գլխներին կբերի, ամեն ինչն էլ բերել է։ Ալիևը ինչ ասել է, մեր գլխին կբերի, ամեն ինչն էլ բերել է։ Հերիքա, հա, հերիքա։ Ու ինձ ձեռ չի տալիս վիճակը։ Թող կառավարության լինելը չլինելը հարցը դրվի, ոչ թե եկեղեցու։ Հերիքա, ոչ թե բանի այդ Տիցանակաբերդի հարցը դրվի։ Չհասա, պատեր չես շատ, այդ հնարավոր չի վերանորոգ, չի նա, առաջին ինքը վերանորոգված է, խիք քանդեցիք, այդ Հայկ Մարությանի ժամանակ վերանորոգվեցին։ Մի տասնամյակներով այդ չի վերանորոգվել, լավ կանգնած էր։ Հայկ Մարությանի ժամանակ վերանորոգեցին, հիմա էլ են վերանորոգում, ինչն եք վերանորոգում, պատեր չէ, կամ հնարավոր չի վերականգնել, ինչի հնարավոր չի։ Այ քեզ բան։ Այդ ինչ սլոժնի կոնստրուկցիա է այդ պատերը։ Գժը տեղ եք դրել։ Մասնագետիկ մենք էսեղ դեբիլ ենք, հա։ Վերջացրեք։